Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ։ Եթերում առողջարարն է։ Սա առողջապահական հարթակ է, որտեղ մենք մասնագետների հետ քննարկում ենք ամենատարբեր հիվանդություններ եւ խնդիրներ։ Ձեզ ենք ներկայացնում դրանց լուծման վիրահատական եւ ոչ վիրահատական կոնսերվատիվ մեթոդները, որոնք կիրառվում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Առողջարարի տաղավարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերականգնողական ծառայության էրգոթերապիստ լոգոպեդ Լուսինե Սլդրյանն է։ Բարև ձեզ բժշկուհի, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Եկեք միած սահմանում տանք ովքեր են լոգոպեդները, ինչ խնդիրներով են զբաղվում, երբ դիմել իրենց, ովքեր կարող են դիմել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, կփորձեմ այսօր ներկայացնել լոգոպեդի գործունեությունը, հնարավորինս բովանդակալից։ Լոգոպեդը մասնագետ է, ով զբաղվում է խոսքի, լեզվի, հաղորդակցման, ինչպես նաև կլման խանգարումների գնահատմամբ, շտկմամբ եւ կանխարգելմամբ։ Ուզում եմ նշեմ, որ որքան վաղ դիմեն մասնագետի, այնքան ավելի արդյունավետ կլինի աշխատանքը, քանի որ երբեմն ծնողների մոտ թյուր կարծիք կա, որ սպասենք, ուշ են փորձում դիմել մասնագետի, յուրաքանչյուր տարիքում երեխայի մոտ պետք է ձևավորված լինի համապատասխան տվյալ տարիքին խոսք եւ եթե նկատում ենք շեղումներ, այդ դեպքում հարկ է մասնագետի խորհրդատվություն։ Իսկ երբ պիտի հասկանանք, որ շեղում կա, այլ ոչ թե ժառանգական մամային ա քաշել, պապային ա քաշել, ուշ կխոսի, լեզուն ուշ է բացվում, երբ է այն ժամանակահատվածը, որ ծնողը պետք է գնահատի, որ մոտեցել է արդեն կարմիր գծին։ Այդպիսի կարծիք կա, որ հայրիկն է ուշ խոսացել, մայրիկն է ուշ խոսացել, միգուցե սպասենք, բայց երբեմն պետք է լինում մասնագետի ուղղորդում, միգուցե միայն ուղղորդումները մայրիկին, ծնողին բավական լինի օգնել երեխային կամ մի փոքր մասնագիտական աջակցություն հարկ լինի իրականացնել։ Օրինակ, եթե 1 տարեկան երեխան ունի գղգղանք, թոթովանք, չի արտաբերում ձայնարկություններ, վանկեր, դա արդեն կարող է պատճառ լինել, որպեսզի ծնողը անհանգստանա, կամ ասենք 2 տարեկան երեխան չի ցանկանում հաղորդակցվել կամ հաղորդակցվում է լացելու միջոցով կամ ձեռքից մայրիկի ձեռքից բռնում տանում ցույց է տալիս իր ցանկալի ինչ որ ցանկանում է։ Լինում են դեպքեր, երբ 3-4 տարեկան երեխայի մոտ զարգացած չի լինում կապակցված խոսքը կամ այն աստիճանի, որ միայն հասկանում է իր մայրիկը, հա, կամ տան անդամներն են հասկանում իր խոսքը։ Կարևոր հարց է, որ նշենք նախադպրոցական տարիքի երեխաների համար արդեն պետք է լիարժեք զարգացած լինի երեխայի խոսքը, որպեսզի դպրոց գնալուց առաջ ունենա լիարժեք զարգացած կապակցված խոսք, կարողանա պատմել փոքրիկ պատմություններ կամ հիշել եւ արտաբերել փոքրիկ բանաստեղծություններ։ Լինում են դեպքեր, երբ նախադպրոցական տարիքի երեխայի մոտ լինում են հնչարտաբերական սխալներ, դա նույնպես անհրաժեշտ է մինչև դպրոց գնալը շտկել, որպեսզի դպրոցում արդեն ուսումնական գործընթացում չունենան դժվարություններ։ Օրինակ, ինչ դժվարություններ դրա հետևանքով կարող են առաջանալ։ Գրավոր խոսքի խանգարումներ կարող են առաջանալ, որը կանդրադառնա եւ գրի եւ ընթերցանության վրա երեխայի։ Երբեմն լինում է, որ երեխան սխալ է արտաբերում հնչյունը եւ այդ նույն ձևի սխալ էլ գրում է, ինչպես նաեւ ընթերցանության ժամանակ սխալ է արտաբերում հնչյունը եւ դառնում է անհասկանալի խոսքը։ Կարող են նաեւ լինել, երբ վանկերն է տեղափոխում ընթերցանության ժամանակ, որը նույնպես բերում է նրան, որ ընթերցանությունը անհասկանալի լինի։ Հիմնականում կա պահանջարկ մասնագետին վաղ դիմելու, ժամանակին խնդիրը կանխարգելելու, թե լոգոպեդի աշխատանքը դասում է օրինակ այնպիսի մասնագիտությունների շարքին, որոնց դիմելը ինչ որ մի փուլում համարվում է դեռ վաղ է, դեռ ամոթ է, դե կանցնի։ Ի ուրախություն ուզում եմ նշեմ, որ հիմա բավականին մայրիկները ավելի վաղ են անհանգստանում, նամանավանդ երբ ունեն երկրորդ բալիկն է լինում կամ երրորդ, արդեն ոնց որ համեմատում են առաջի բալիկի հետ ու փորձում են դիմել մասնագետի, չեն խուսափում մասնագետի խորհրդատվությանը դիմել։ Իսկ միշտ է համեմատությունը լինում արդյունավետ եւ տեղին։ Արդյոք կարելի է համեմատել միշտ առաջինի, երկրորդի հետ, նրա մոտ 1.5 տարեկանում ենթադրենք խոսեց, սա 1.8 է դեռ չի խոսում։
ինչ առումով է ողջունելի, որ արդեն ոնց որ գիտեն լավ առումով համեմատելը խրախուսվում է, քանի որ երբ որ տեսել են, որ առաջի բալիկը ավելի վաղ է սկսել խոսել, հա, մատով ցույց տալ, հրահանգներ կատարել, արդեն անհանգստանում են կամ հայացքը չի ֆիքսում երեխան, հա, չի նայում, չի ուզում հաղորդակցվել, արդեն անհանգստանում են եւ փորձում են մասնագետի դիմել, ինչպես նաեւ սոցիալական հարթակներում էլ արդեն բավականին տեղեկատվությունը շատ է եւ այդ առումով ավելի զգոն են մայրիկները։ Էրգոթերապիստը եւ լոգոպեդը ինչ տարբեր ֆունկցիաներ են իրականացնում եւ կան արդյոք նման ֆունկցիաներ, ինչով են մեկը մյուսից տարբերվում եւ ով է էրգոթերապիստը։ Էրգոթերապիստը մասնագետ է, ով զբաղվում է անձանց հետ, ովքեր ունեն ինքնասպասարկման ոլորտում, աշխատանքի, ուսման եւ զբաղվածության ոլորտներում դժվարություններ։ Օրինակ, ինչպիսի դժվարություններ են հիմնականում հանդիպում, ինչ խնդիրների առաջ են բախվում եւ ինչ շատ հաճախ հանդիպող որ խնդիրներով են դիմում ձեզ։ Երբ անձը ունենում է ինքնասպասարկման հմտությունների դժվարություններ, սննդային ընտրողականության հետ կապված խնդիրներ, մանր եւ խոշոր մոտորիկայի խանգարման դեպքերում են դիմում մասնագետին։ Այժմ շատ են դիմում ծնողներ, երբ երեխայի մոտ սննդային ընտրողականություն է, այսինքն երեխան ընդունում է սահմանափակ քանակի սնունդ, կամ չի ուզում ձեռք տա սնունդին, խուսափում է, երբ սնունդը թաց կամ ինչ որ կպչուն է լինում, այդ իսկ պատճառով չի ցանկանում ընդունել սնունդ։ Հիմնականում այս բոլոր նշված դեպքերը եւ լոգոպեդի դեպքում եւ էրգոթերապիստի դեպքում դրանք միայն մեծ երեխաներին են վերաբերվում, թե դրանք խնդիրներ են, որոնք կարող են բնորոշ լինել նաեւ հասուն տարիքում։ Լինում են դեպքեր, օրինակ շատ հաճախ ինսուլտից հետո, երբ վերին վերջույթի վնասվածք են ունենում, երբ տուժած է վերին վերջույթի ֆունկցիոնալությունը եւ անձը դժվարանում է իր առօրյա գործողությունները իրականացնել ինքնուրույն, որի ժամանակ նույնպես զբաղվում է էրգոթերապիստը, դա կլինի ինքնախնամքը, ինքնասպասարկումը, էրգոթերապիստը նաեւ զբաղվում է, երբ անձը ունի դժվարություն ուսումնական հաստատությունում կամ աշխատանքի վայրում, երբ հարկ է լինում հարմարեցնել իրեն միջավայրը, որպեսզի այն խոչընդոտ չհանդիսանա իր սոցիալիզացիային, աշխատանքին, կարողանա ընդգրկվել։ Դուք այնտեղ մի պահ նշեցիք կլման ակտի խանգարումների հետ կապված դեպքեր, դրանք երբ են զարգանում, ինչի հետևանքով են զարգանում, դրանք լինում են իծն է, թե դրանք ձեռքբերովի ինչ որ հիվանդությունների հետևանք կարող են լինել։ Պատճառները շատ տարբեր են, լինում են երբ իծն է, նաև լինում են ձեռքբերովի, տարբեր ուռուցքային հիվանդությունների հետ կապված, գլխուղեղում ուռուցքային հիվանդությունների հետ կապված կամ տրավմաների եւ ինսուլտից հետո կարող է խանգարվել կլման ակտը։ Ինչ աշխատանք է տարվում բժշկական կենտրոնում նման պացիենտների հետ։ Երբ ունենում են կլման ակտի խանգարումներ, մեր բժիշկ ռադիոլոգների հետ իրականացնում ենք վիդեոֆլորոսկոպիա եւ որպեսզի հասկանանք կլման ակտի խանգարման պատճառը։ Իսկ կան վարժություններ, որոնք օրինակ պարտադիր են, երբ բժշկական կենտրոնից պացիենտը դուրս է գրվում, անցնում է էրգոթերապիստի ծառայությունով, այսպես ասած, եւ դրանք պարտադիր են շարունակելու տանը զբաղվելու, որպեսզի նույն կլման ակտի խանգարումներ չլինեն, նույն շարժումների սահմանափակումները չլինեն եւ այլն։ Կա ինքնուրույն ինչ-որ վարժությունների խումբ, որ պետք է անի, թե այն ամեն ինչը ինչ որ տեղի ունեցավ բժշկական կենտրոնում մասնագետի միջնորդությամբ եւ կողմից, դրանով սահմանափակվում է բուժումը։ Իհարկե անպայման տալիս ենք տնային հանձնարարություններ, այսպես ասած, շատ կարևոր է, որպեսզի դա շարունակվի, որովհետև միայն կենտրոնում, նույնիսկ երբ որ հաճախում է այդ ընթացքում էլ մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որպեսզի այստեղ արեցինք, տանն էլ պետք է շարունակեք, ինչպես նաև այդ բուժման կուրսը ավարտելուց հետո նույնպես մենք տալիս ենք հանձնարարություններ, ինչ պետք է անի, որպեսզի արդյունավետ լինի կատարած աշխատանքը։ Շնորհակալ եմ շատ կարևոր տեղեկատվության համար, որ փոխանցեցիք մեր հեռուստադիտողներին, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վերականգնողական ծառայության լոգոպեդ էրգոթերապիստ Լուսինե Սիլդրյանի հետ։
Այսպիսին էր առողջարարն այս շաբաթ։ Շարունակեք հետևել մեզ, որ լինեք տեղեկացված եւ պաշտպանված։ Եվ հիշեք, մենք ձեզ ներկայացնում ենք գրագետ տեղեկատվություն հանուն ձեր եւ ձեր ընտանիքների առողջության։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Ցտեսություն։